Մարդը երջանիկ է, երբ մոտ է բնությանը, բայց եթե դուք ապրում եք քաղաքում, օրինակ բազմաբնակարան շենքում, բնության միակ մասնիկը թերևս սենյակային բույսերն են։ Դրանք ոչ միայն գեղեցկացնում են բնակարանը, այլ նաև ստեղծում են ավելի հաճելի և հանգիստ միջավայր։ Անուշ Տեր-Ղուկասյանը բույսերի մեծ սիրահար է, նա կարողացել է հոբբին համադրել աշխատանքի հետ, արդյունքում արդեն 40 տարի է աշխատում է Բուսաբանական ինստիտուտի տրոպիկ և սուբտրոպիկ բույսերի ջերմատանը։ Իմ համար ամեն ինչ են, երեխայի նման խնամում ես, հանկարծ մեկին ջրում եմ, մեկին նայում եմ, չեմ ջրել, արագ, ես գիտեմ մեկը մյուսին ասում է դու չոր ես, ես թաց եմ, չեմ թողնում որ չոր մնա, սիրում ես բույսը, սիրում ես աշխատանքը։ Տիկին Անուշի խնամքի տակ ոչ մի բույս չի չորանում, մշտապես հետևում է դրանց աճին ու լիովին հասկանում բույսերի լեզուն։ Աշխատավայրում այսքան բույսեր աճեցնելով չի բավարարվում, ասում է տանն էլ ունի, միայն թե երբ շատ են մեծանում, ստիպված կրկին ջերմատուն է բերում։ Ամեն օրը խնամ, ամեն օրը աշխատանք պահանջում, հետո պետք է սիրես գործը։ Իրանք ինձ կանչում են, ես չեմ կարող մեկին խնամեմ, մեկին կամ դեղին չորացած բանը որն է։ Բոլորին ջերմ եմ, բոլորին սիրում եմ, իրանք ինձ են զգում, ես իրանց եմ զգում, չեմ կարող ես մեկին առանձնացնել, ի՞նչ տարբերություն։ Երեխի նման է, ոնց երեխեքն են բույսերը։ Միայն խնամքով չի բավարարվում, ասում է բույսերը զարմանալի բուժիչ հատկություններ ունեն, միայն թե հարկավոր է լավ ուսումնասիրել ու բացահայտել։ Կալանխոյներն են շատ լավ տանը պահելու համար, անվտանգ, գեղեցիկ ծաղիկներով։ Ճիշտ է, որ կալանխոյի տերևներն օգնում են մրսածության ժամանակ, դուք Բոլոր, այո, օգնում են մրսածության ժամանակ, նաև հակաբորբոքային են։ Քանձրատերևուկի օգտագործման ձևը շատ վտանգավոր է, էլի պետք է դնում են սպիրտի մեջ, ցավող տեղին են քսում, ոնց որ ագավան։ Ունենք ագավան, ամերիկյան տեսակ գծավոր ագավան, որ դնում են սպիրտի մեջ, կարաս առանց սպիրտի էլ քսես, ենթադրենք իշազդա կամ մեջքի ցավը, բարակ հատվածով քսում են, ցավը անցնում է։ Այս իր հանգույցն է, նայեք։ Այսա պետքա 11 եւ ավել լինի, որ սկսես որպես դեղաբույս օգտագործես։ Պատկերացրիր, այսինքն քաշվում ենք 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 այսա արդեն դեղաբույս կարող օգտագործենք, բայց ես լսել եմ որ նույնիսկ 4 տերևն է օգտակար։ Ասում են բույսերը երեխաների նման են, դրական արդյունք կարելի է ակնկալել միմիայն համապատասխան խնամքի դեպքում։ Բույսերի հեքիաթային աշխարհն իհարկե հրաշալի է, սակայն մասնագետները նշում են, սենյակային բույսեր ընտրելիս պետք է զգույշ լինել։ Որոշ բույսեր կարող են թունավոր լինել երեխաների կամ կենդանիների համար, իսկ որոշները ալերգիա առաջացնել։ Սա օլեանդրն է, հայերեն ասում են դափնեվարդ, ներում լատիներեն, տեսեք, ուրեմն դափնեվարդ տանը պահել չի կարելի, ես կասեի խստիվ չի կարելի, որովհետև ամբողջ բույսի մասերը թունավոր են։ Սկսած արմատներից վերջացած իրեն սաղկաբույլերը, որոնք լինում են տարբեր երանգների շատ գեղեցիկ վարդանման ծաղիկներ են ծաղկաբույլեր են, որոնք լինում են վարդագույն, սպիտակ, դեղին տարբեր երանգների, ընդհանրապես իրենք բոլոր մասերը թունավոր են։ Տրվել գայթակղությանն ու գեղեցիկ, բայց թունավոր բույսը պահել տանը վտանգավոր է առողջության համար, մասնագետը զգուշացնում է։ Պարունակում են օլենդրին կոչվող տոքսիկ նյութը, որ բժշկության մեջ օգտագործում են որպես դեղորայք։ Ես կասեի մարդիկ կան, որ տանը պահում են եւ նույնիսկ նստում են եւ գիրք են կարդում, դա խստիվ արգելվում է։ 2 ժամից ավել նստեցիք այս բույսի տակ, կամ թեկուզ շուրջ գլխապտույտ է սկսելու, իսկ եթե Աստված մի առաս է, այս ճյուղերից խարույկ վառեցիք, վարքյանական մահ է գրանցվելու։ Շնչուղիներով անցում է տոքսիկ նյութը, մարդիկ քնում են, այլևս չեն արթնանում։ Այնպես որ պատգամում եմ բոլորին, փոքրից մեծ, լինեք հողատարածքներում, լինեն ճամբարներում, որևիցե միտեղ, երբևիցե մի վառեք խարույկներ ձեզ համար անհայտ բույսերից։ Մեկը խիստ վտանգավոր, մյուսը չափազանց օգտակար։ Այս քլորոֆիտում այնպիսի հատկություն ունի, որ կլանում է ամբողջ տոքսիկ նյութերը, CO2 գազը, երկուսը քառակուսի մետր տարածքի վրա ամբողջությամբ կլանում է CO2 գազը, այնպես որ խորհուրդ կտամ խոհանոցներում, երեխաների սենյակներում աճեցնեք քլորոֆիտում։
Տանը բույսեր պահելու որոշում կայացնելուց առաջ նախ հարկավոր է գիտակցել դրանք խնամք են պահանջում։ Հարկավոր է նախապես ուսումնասիրել բույսի տեսակը եւ դրա ազդեցությունը մարդու առողջության վրա։ Արևիկ Սարդարյան, Բեն Անտոնյան, Արմալուր։